Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մենք կենդանի սերմեր ենք, որոնք կձելին, գաջին ու կզարկանան բարեբեր հողի մեջ։ Ներողությունը հայերուն չի կոհացներ։ Արևմտյան Հայաստանի էկշիսու ջահիջները 300 տեսակի թռչուններու հանգստավայր։ Արևմտյան Հայաստանի Վանի մեջ գտնվող Մուրադիե գիրջին մեջ ջրվեժը գրգին կհոսի։ Ֆրանսան գիլիգյո մեջ լքեց հայերուն, ցկելով գոդորածի մեջ նույն իսլամիստներու գողմեն, որոնց այսօր կթադաբարդեն։ Ռուբեն Մելքոնյան, Քալուս Գուլբենգյան, ասկային մեծ բարերարը։ Ադրբեջանական գրագործեն Սյունիքի մեջ դուն վնասվեր է։ Ասադուրը գորուսյալ ինքնության որոնումներու մեջ վավերագրական ֆիլմը կպատմե Արևմտյան Հայաստանի Մալաթիա բնակվող 80-ամյա Ասադուրի կյանքին մասին։ Անոր պատմությունը գարդացել է հայերու դեմ իրականացված ցեղասպանութենեն հետո հայերու գրած ծանր ճակատագիրը, երբ բազմաթիվ ընտանիքներ ստիպված եղան փոխել իրենց ինքնությունը գոյատևելու համար։ Ասադուրի բաբերը, ովքեր մնացել էին իրենց հայրենիքին մեջ, ստիպողաբար իսլամացեր եւ բահեր են իրենց հայկական ցակումը խուսափելով նոր սպանտեն։ Այդ պատճառով Ասադուրը միայն 25 տարեկանին բացահայտեր է իր հայկական արմատները, սակայն ստիպված եղեր է երկար տարիներ գաղտնի բահել այդ ճշմարտությունը։ 60 տարեկանին վճռականորեն որոշելով վերականգնել իր ինքնությունը, անը սկսավ սորվիլ հայերեն եւ փոխեց իր թրքական անունը, վերցնելով իր բաբի անունը՝ Ասադուր։ Այս ֆիլմը ոչ միայն կներկայացնի անոր անհատական պայքարը, այլ կբացահայտի այն հոգեբանական եւ մշակութային բարդությունները, որոնց կփախվին ցեղասպանութենեն փրկված հայերու ժառանգները, փորձելով վերականգնել իրենց կորսնցուցած ինքնությունը։ Ֆիլմը ցուցադրվել է Գերմանիո քանի քաղաքներու մեջ եւ շուտով հասանելի կլինի նաեւ մեր լեզվով։ Այն եւս մեկ անգամ կհիշեցնե, որ ցեղասպանության հետևանքները կշարունակեն խոր ազդեցություն ունենալ հայ ժողովրդի ինքնության եւ պատմական հիշողության վրա ամբողջ աշխարհի մեջ։ Վերջին օրերուն Ֆրանսիայի համայնքը կբարձրացնի արդե հերոստալիկի գոմե հերարցակված այն հաղորդման մասին, ուր Հայաստանի քարտեզը ներկայացվել է փոփոխված հօգուտ Ադրբեջանի։ Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ հաղորդակցություններ ղրկված են հերոստալիկին, Ֆրանսահայ գործիչ Գրիգոր Ամիրզայանը գնդկծե, որ ինքը միակը չէր, ով արձագանքեց այս հարցին։ Անոր գոչին հետևելով հարյուրավոր, նույնիսկ հազարավոր հայեր հավաքվեցան, բահանջելով ճշմարտությունը վերականգնել։ Քարտեզեն Հայաստանի բացակայությունը առաջացուցել է լայնածավալ քննարկումներ։ Մարտի 25-ին բարձ էր, որ արդեն կպատրաստվի ներողություն խնդրել եւ պատասխան ներկայացնել երեգոյան եթերով։ Սակայն աս արտարացումները բավարար չեն, քանի որ հերոստալիկը ովևէ կերպ չի անդրադարձած այն հարցին, թե ինչպես եւ ինչու է քարտեզը գեղձված։ Հայ համայնքը կշարունակե բանջել հստակ պատասխաններ եւ արդարություն։ Ամիրզայանը գնդկծե, որ սա բարձ պատկերային սխալ չէ։ Ֆրանսիայի մեջ թուրք-ադրբեջանական գործակալական համագարկը շատ ուժեղ է, հատկապես այն պատճառով, որ երկրին մեջ 700,000 հայ գաբրի։ Անկարան եւ Բաքուն մշտապես կփորձեն ասել հասարակական գարցիկի վրա, պայքարելով իրենց կողմէ հայկական գործակալական համագարկ կոչվածի դեմ։ Արդեն ակնհայտորեն դարձել է այս քարոզչական պայքարի մեկ մասը։ Ան նաև կքննադատե Հայաստանի ներկայիս իշխանություններուն, նշելով, որ անոնք հետևողականորեն թույլ դիրքորոշում որդեգրել են Թուրքիո եւ Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանի կառավարությունը իր խոսքով կնպաստի Արևմտյան Հայաստանի մասին հայկական հիշողության թուլացման թուրք-ադրբեջանական պահանջներուն համապատասխան։ Ամիրզայանը համոզված է, որ հայ ժողովրդի պայքարը շարունակական է։ Հայաստանի իշխանությունները կրնան անդարբեր մնալ նման միջադեպերու նկատմամբ, սակայն աշխարհի հայ համայնքը պետք է զգոնը լա եւ պահանջի հստակություն ու արդարություն։ Ֆրանսիայի մեջ գործող լրատվամիջոցները ցեվականորեն անկախ են, սակայն անոնց վրա կրնան ասել քաղաքական ու տնտեսական շահերը։ Այս առումով Ֆրանսիայի համայնքը կարևոր դեր ունի նման միջադեպերուն արձագանքելու եւ ճշմարտությունը պաշտպանելու գործով։ Ամիրզայանը վստահ է, որ պայքարը պետք է շարունակվի, քանի որ Հայաստանի պատիվը վտանգված է։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կհիշեցնե, որ արդեի եթերով Արևելյան Հայաստանի Հանրապետության քարտեզը ցուցադրելու միտումնավոր բացթողումը միայն նպատակ ուներ բացահայտելու հայության ներկայիս դիրքորոշումը Արցախի հարցով եւ այլ բաներու, եւ հայերը գլխիվայր նետվեցան կառավարողներու թագարտը։ Լրատվամիջոցներու եւ հրաբարակային հրաժարում հայերու ցեղասպանության զոհերու հիշադակեն մեկ ամիս առաջ։ Էկշիսու ջահիջները կարևոր գանգար են շուրջ 300 չվող թռչուններու համար ապրիգեյեն Ասիա քաղտի ժամանակ։ Քարնան երզնգան կհյուրընկալ է հարյուրավոր թռչուններու տեսակներ, ներառյալ գրունկներ, արաքիլներ եւ վայրի սակեր։
Դարածքի գլիման եւ բուսական բազմազանությունը կնպաստեն 149 թռչնազեսակի, ինչպես նաեւ սողուններու եւ գատնասուններու գոյության։ Եղեգնուտները կծառայեն որպես բնական աբաստան, ուր վտանգված տեսակները կցմերեն եւ կբազմանան։ Բարենպաստ պայմաններու շնորհիվ որոշ թռչուններ, օրինակ կրունկները, կմնան այստեղ մշտական բնակության։ Մուրադիե գիրճին մեջ թաղամասեն 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ջրվեժը, որը կհոսի դարին մեկ ամիս, այս օրերուն երբ եղանակը կդակնա, կգրավե բնության սիրահարներու ուշադրությունը։ Երբ ցյունը սկսած է հալիլ, ջրվեժը նորեն սկսեր է հոսիլ ստեղծելով գիրճի միջով թափող ջուրի գեղեցիկ պատկեր։ Մոտ 40 մետր բարձրության վրա ջրվեժը արձանագրված է անօդաչու թռչող սարքի միջոցով։ Քաղաքականության մեջ սեր ու բարեկամ պետություններ չեն ընլար։ Հավերժ բարեկամներ, հարադեպ խաղաղություն հասկացություններն անիմաստ են։ Գան շահեր։ Pressing հաղորդաշարի նսավ թրքագետ պատմական գիտություններու դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։ Վերջինս հիշեցուց ռուս թրքական բանակցություններու ժամանակ նախորդ տարասկզբին եղեր են նաև թուրք-բրիտանական եւ թուրք-ֆրանսական բանակցություններ։ Ֆրանսան Աթաթուրքի հետ բանակցելով փախավ Գիլիկիայեն, ուր գար հայկական ներկայություն այն բարակային, երբ երաշխավորը ինքն էր։ Ու հայ ինքնապաշտպանական զորքերը մնացին մենակ թրքական հրոսակախումբերու հետ։ Խաղաբահն այդտեղ Ֆրանսան էր։ Չմոռնանք, որ կան նաև Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջև ըսորագրված Անկարայի պայմանագիրը։ Ֆրանսան հին նատոյական դաշինքի պետություն է եւ Թուրքիո դաշնակիցը ու մտածել, որ Ֆրանսան զոր կբերե Հայաստան ընդդեմ թուրքերու, նույնն է ինչ որ Լատինական Ամերիկայի մեջ Հայաստան պետության ստեղծումը։ Անոր խոսքով պետք է հավատալ Ֆրանսիայի նախագահի խոսքերուն։ Այն գերբարանքը չէ, որ գարենա միջամտել դարաձաշրջանային քաղաքականությանը։ Ռուս-ուկրաինական ղեկավարման բանակցություններեն եւ Թրամփ-Պուտին շփումներեն բարձ դարձավ, որ Մակրոնը գշիրք չունի։ Քալուս Գուլբենգյանը ծնած է Կոստանդնուպոլիս։ 1887-ին ավարտել է Լոնդոնի Քինգս Քոլեջը նավթի ինժեների մասնագիտությամբ։ Ապա մեկներ է Բաքու ուսումնասիրելու նավթի արդյունաբերությունը։ 1892-ին հիմներ է իր նավթային ընկերությունը, դառնալով ոլորտի աստեցիկ գործիչ։ Գուլբենգյանը հայտնի էր իր բարեգործությամբ։ Իր միջոցներով կառուցվել են Լոնդոնի Սուրբ Մինաս եկեղեցին, Երուսաղեմի հայկական պատրիարքության գրադարանը, աջակցել է Էջմիածնի մայր տաճարի վերականգնմանը, ինչպես նաև հիվանդանոցներ հիմնադրել է Մերձավոր Արևելքի հայկական համայնքներու համար։ Մահեն հետո ստեղծվել է Գուլբենգյանի հիմնադրամը, որը մինչ օրս կաջակցի հայագիտական եւ գրթական նախագիծերուն։ Մարտ 31-ին Ադրբեջանի զու ստորաբաժանումները գրակ բացել են Սյունիքի մարզի Խնաձախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Դուժացներ չկան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտ 30-ին մինչև մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության զու ստորաբաժանումները գրակ բացել են սահմանակոդիի արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներուն մեջ տեղակայված ադրբեջանական դիրքերու ուղղությամբ չի համապատասխաներ իրականությանը։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։